Nvidia-ն այսօր վերազգային նույնիսկ ընկերություն է, որի կապիտալիզացիան 5 տրիլիոն դոլարից անցնում է, որպեսզի մեր հեռուստադիտողները հասկանան, թե սա ինչ է, երբ որ մի ընկերության գինը արժի օրինակ 5 տրիլիոն դոլարից ավել, Ռուսաստանի Դաշնության տարեկան հնան մոտավորապես 2.5 տրիլիոն դոլար է, այսինքն ամերիկյան այդ մի կամպանիայի ընկերության կապիտալիզացիան գինը մեծ է, քան երկու անգամ ավելի մեծ է, քան ամբողջ Ռուսաստանի հնան։ Այսինքն մենք պատկերացնում ենք, չէ, ինչի հետ մասին է խոսքը։ Եվ պատկերացնում ենք, չէ, ովքեր են եկել Հայաստան եւ ինչ են ուզում անել Հայաստանը։ Եվ երբ որ այս ամենը համեմատում ենք, ասենք Սամվել Կարապետյանից սրբիչի գործարանին, պատկերը շատ ավելի հետաքրքիր է, չէ՞ դա։ Այդ սրբիչի գործարանի մեջ նաեւ լիբանանահայեր կան, խնդրեմ։ Ես ողջունում եմ մեր լիբանանահայ ընկերներին եւ ավելին ասեմ, ես ողջունում եմ այն մարդկանց, ով կապ չունի, դա նույնիսկ Սամվել Կարապետյանին, ովքեր Հայաստանում ներդրում են անում եւ զարգացնում են, այդ թվում նաեւ թեթև արդյունաբերությունը, տեքստիլը։ Բայց մենք պետք է հասկանանք Հայաստանի նման պետությունները հերանեկարը սրբիչի գործարանն ու տեքստիլ արդյունաբերությունն է, թե օրինակ բարձր տեխնոլոգիական արհեստական բանականությունը եւ չիպերի գործարանը։ Ընտրությունը բնականաբար պարզ է, չէ՞։